Սիրելի մեծավանցիներ, 2026 թվականի նախընտրական քարոզարշավի շատ կարևոր մի հանգրվան է եւ իրականում գիտեք ինչ, օրակարգերը ձևավորվում են, ձևակերպվում են, զարգանում են եւ ապրում են եւ խոսակցության մեջ մենք հիմա հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետքա տանք մի հետեւյալ հարցի պատասխանը։ Արդյոք հայ ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը պետքա մնա գաղթականի պանդուխտի սոցիալ հոգեբանության մեջ, թե հայ ժողովուրդը այնուամենայնիվ պետք է տանտիրոջ տրամաբանության մեջ մտնի։ Այս խոսակցությունները իհարկե սրանք քաղաքական խոսակցություններ, իրանք շատ բարդ զարգանում են եւ վերջին կաթիլը, այսինքն նկատի ունեմ, ինձ համար քաղաքականությունը կենթանի process է, ժողովուրդ։ Քաղաքականությունը խոսակցություն է, որը միտեղից սկսում է, զարգանում է երկրորդ տեղ, հետո հասնում է երրորդ տեղ, եւ այս վերջին օրերին ես նկատում եմ, որ ոչ թե նկատում եմ, Երևանում հատկապես շրջելիս շատ մոտենում են մարդիկ, ով ասում են բարև ձեզ, մենք պարսկահայ ենք, մենք իրանահայ ենք, սիրահայ ենք, լիբանանահայ ենք, եւ 1-2-3 կետից ես սկսում եմ մարդկանց հարցնել, ասել ժողովուրդ, դուք իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Երբ որ ասում են, չէ, չունենք Հայաստանի քաղաքացիություն, ասում եմ շատ լավ, կամ ասում եմ, բա ինչի չեք դիմում ստանաք, որ ասում են Հայաստանի քաղաքացիություն ունենք, իմ ռեակցիան հետևյալն է, առնվազն մեկ-մեկ բարձր եմ ասում, մեկ-մեկ մտքումս եմ մտածում, ասում եմ, բա ինչի եք ասում, սիրիահայ ենք։ Հայաստանի քաղաքացիություն ունեք, ուրեմն հայաստանցի եք, էլ սիրիահայը որն է։ Ես այնչի համար եմ ասում, ընդհանրապես ես շատ կարևոր եմ համարում, որ մենք մեր պատմության շերտերը բացենք ու բացահայտենք։ Եվ պատմության այս շերտերի մասին մտածելիս ես ամեն անգամ արձանագրում եմ, որ մենք անընդհատ խորհրդային միության ժամանակ, խորհրդային անկախության ժամանակ, անկախության հռչակագրով մենք ինչ ենք արձանագրել։ Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ է։ Սա շատ կարևոր բան է, մենք էլ չենք նկատել, որ մենք պետություն ենք ստեղծել 1990 թվականին, 90-91 թվականին, բայց ասել ենք, որ այս պետությունը, որ մենք ստեղծում ենք, այս պետությունը կանգառ է մեզ համար, որովհետև այստեղ կանգ ենք առնում, դեռ պետքա գնանք, ուրիշ հայրենիքներ պետքա փնտրենք եւ գտնենք։ Եվ ճշմարտությունն է, որ անկախությունից ի վեր մենք մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել ենք որպես կանգառի։ Ինչն է տարբերությունը եւ ոչ որպես հանգրվանի, որպես կանգառի եւ ոչ որպես տան։ Կանգառի ու տան տարբերությունը գիտեք որն է, որ երբ որ կանգառի իմաստն է, որ դու ճամփի վրա ես, դու տեղ ես գնում, դու ոչ թե հասել ես տեղ, այլ դու տեղ ես գնում։ Երբ որ դու կանգառում ես եւ ոչ թե հանգրվանում, այդտեղ կերածդ էլ կերած չի, նստածդ էլ նստած չի, քնածդ էլ քնած չի, որովհետեւ անընդհատ ճամփի վրա ես։ Մենք որ ճամփի վրա ենք գնում, որ գնում ենք երկար ճամփա գնալիս ենք գնում, ճամփին միտեղ կանգնում ենք, ջուր խմենք կամ հաց ուտենք։ Ինչ ենք անընդհատ ձեռներս, աշկներս ժամացույցին, չէ։ Սկզբունքորեն ոչ մեկ էլ մեր վրա ժամանակ չի դրել, ասենք հիմա ենթադրենք միտեղ ենք գնում, բայց ճանապարհը միշտ մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր միջավայրի վրա կենտրոնանանք, ու կերածից էլ բան չենք հասկանում, քնածից էլ բան չենք հասկանում, եւ մեր երկրի խնդիրների մեծ մասը կախված է նրա հետ, որովհետեւ երբ որ մենք կանգառում ենք, օրինակ ժամանակավոր տանը, Ժորժ ջան, ժամանակավոր տանը, ճիշտ է, կարանք մի քիչ այս կոմ անենք, մի քիչ այն կոմ անենք,
բայց ոչ ոք ժամանակավոր տանը չի վերաբերվում նենց, ոնց որ վերաբերվում է մշտական տանը։ Ես դրա համար եմ ասում, այսօր շատ է քննարկվում, որ մեր անկախության հռչակագրի մեջ մենք դա ենք դրել, որ մենք հեսա ոտի տեղը հանգրվանա, մենք հլա պետք է գնանք, ուրիշ հայրենիքներ փնտրենք, գտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ընդհուպ ծովից ծով Հայաստան ունենանք, բայց մենք չենք հասկանում, ժողովուրդ ջան, որ երբ որ մենք ծովից ծով Հայաստանի օրակարգ ենք բերում առաջ, Ցելենք խաղաղության հետևից, որովհետև ոչ մեկ չի ուզում, որ իր տանը կռիվը լինի, բոլորը ուզում են, որ իր տանը խաղաղություն անի, եւ մենք դուք եք հաստատել խաղաղությունը, որովհետև ձեր աջակցությամբ է, որ մենք մինչև այսօր այստեղ ենք։ Եվ այսօր ես էլի ուզում եմ ասեմ, Հայաստանը շատ բարդ պատմություն է ունեցել, շատ բարդ պատմություն է ունեցել, այսօր Հայաստանում կան ապրող մարդիկ, որոնց նախնիները եկել են Վանից, Մուշից, Կարսից եւ բոլոր հնարավոր տեղերից, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք տեղ ենք հասել, այսօր էլ Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին
Չեն թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն, հանդարտվեն, տնավորվեն, մեր օգնությամբ, կառավարությամբ, անընդհատ աղ են լցնում նրանց վերքերի վրա խոսելով ինչ վերադարձի մասին։ Վերադարձի օրակարգը ու ընդ որում ես էլի ասում եմ, պատասխանատու ասում եմ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգում երբեք չի եղել Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը միլիոններ է ծախսում, հայաստանյան կուսակցությունները միլիոններ են ծախսում, որպես այդ օրակարգը բերեն, այդ հարցը բերեն օրակարգ։ Ու նույն մարդիկ ուշադրություն դարձրեք, խոսում են թե Ղարաբաղ վերադարձի մասին, թե ադրբեջանցիների վերադարձի մասին։ Եվ իրանք հասկանում են, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեման բացելով, այդ ճանապարհը բացելի մասին խոսալով իրանք հակառակ ճանապարհներ են բացում։ Իրանք ուզում են բացեն հակառակ ճանապարհը, որ մեզ զրկեն խաղաղությունից, նախ հոգու խաղաղությունից, սրտի խաղաղությունից, ապա եւ ֆիզիկական խաղաղությունից։ Այդ մարդիկ ինձ մեղադրում են, ասում են, դու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ես։ Ճիշտ են ասում, ժողովուրդ ջան, ճիշտ են ասում։ Բայց ինչի՞ եմ ես Հայաստանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, որովհետև հասկացել եմ, որ որպեսզի մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Որովհետև եթե դու չես ճանաչում քո միջավայրի տարածքային ամբողջականությունը, իրանց էլ հնարավորություն ես տալիս, որ չճանաչեն քո տարածքային ամբողջականությունը։ Այսօր մեզ ասում են դուք սահմանների մասին եք խոսում եւ մեզ արգելում եք, որ մենք գնանք դեպի արևելք եւ դեպի արևուրք, ընդարձակենք Հայաստանը։ Ասում եմ ճիշտ եք ասում, բայց այդ սահմանը, որը մենք դնում ենք եւ դրել ենք, ինչքան մեզ է խանգարում ծավալվել դեպի արևելք եւ դեպի արևմուտք, այնքան էլ արևմուտքից է խանգարում, որ ծավալվեն դեպի մեզ երկու կողմերից եւ մեր երկիրը հերթական անգամ դառնա ոտի կոխան։ Այդ մարդիկ մեզ ուզում են հետ տանեն կոնֆլիկտի եւ պատերազմի հորձանուտը։ Այդ մարդիկ ուզում են, որ մենք չխաղաղվենք։ Այդ մարդիկ ուզում են, որ մենք մեր երկրին վերաբերվենք որպես կանգառի, որպես ժամանակավոր կացարանի, որպես ֆորպոստի։ Մենք դուրս ենք բերել Հայաստանը այդ ճակատագրից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձրել ենք հարատև տուն եւ հարատև հանգրվան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Եվ պատահական չի ժողովուրդ, տեսեք ախր տեսեք, փաստերը իրանք իրենց մասին խոսում են, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատվել է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ կպատրի օգոստոսի 8-ին, այսինքն տարվա 8-րդ ամսին, բայց 2025 թվականը առաջին տարին է մեր երկրի պատմության մեջ,
մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ պետք է 2026 թվականի հունիսի 7-ին գնա ընտրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի պետությանը, տեր կանգնի ապագային, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մեծավանին, Տաշիր խոշորացված համայնքին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։